Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի իրավապահ համակարգը փաստացի չի կարողանում վերահսկել Մերձավանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։ Դեպքերը ծավալվում են սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո։ Ժողովուրդ օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն սպանված Վալոդյա Գրիգորյանի մտերիմ շրջապատը իրավապահներից պահանջում է Հայաստան վերադարձնել գործով հնարավոր կազմակերպիչներից մեկին՝ Մերձավանի նախկին գյուղապետ երիտասարդ Մհեր Ախտոյանին։ Նրան սպանությունից ընդամենը մի քանի օր առաջ Զվարթնոց օդանավակայանից ճանապարհել է Վալոդյա Գրիգորյանի սպանության ենթադրյալ կասկածյալ Գևորգ Հարությունյանը։ Ինչու է Մհեր Ախտոյանը լքել Հայաստանը, որտեղ է հիմա եւ ինչու իրավապահները քայլեր չեն ձեռնարկում, առայժմ մնում է անպատասխան։ Լրատվամիջոցի տեղեկություններով դեպքից 8 օր անց, երբ Մհեր Ախտոյանի թիմակիցները տեղեկացել են, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալներից Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանը պղծվել է, գյուղում լուրջ ընդհարում են սկսել։ Ախտոյանի թիմակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել, բռնության դիմելով Գրիգորյանի կողմնակիցների նկատմամբ։ Մինչդեռ ոստիկաններն արդեն 9 օր Մերձավանում ուժեղացված հսկողություն են իրականացնում, սակայն գյուղում տիրում է լարվածություն եւ վախի մթնոլորտ։ Բնակիչները վկայում են, որ անգամ ոստիկանության ներկայությամբ հնարավոր չի լինում կանխել ծեծկռտուքներն ու բախումները։